Դավիթը ինչպիսի հայրենիքի մասին էր երազում։ Ձեզ հետ զրույց եմ, դուք պարբերաբար անդրադառնում եք Դավիթի մասին հրապարակումներ եք անում, բայց նաև որ մեզ դիտողները այսօր լսեն Դավիթի տեսակի մասին։ Գիտեք, Զարա ջան, եթե ասեմ այդպես պաթոսախառն մենք ամեն օր հայրենիքից էինք խոսում, Դավիթն էլ այդպես հայրենիքի գիտակցումով գնացել էր, դա սուտ կլինի, որովհետև այդ տարիքում մի քիչ այլ են լինում պատկերացումները։ Բայց Դավիթը արժանապատվություն ունեցող տղա էր եւ ինքը որ հարցնում էին Դավիթ, միակ տղեն ես, մամատ ինչ ա մտածում, չի ուզում քեզ բանակից ազատել, այդպես կատակով որ ասում էր, որ ես ազատվեմ, ես չգնամ, այն մյուսը չգնա, բավ պիտի պահես երկիրը։ Այսինքն միակ պաթոսով բառը որ լսել եմ Դավիթից դա է եղել։ Բայց Դավիթը շատ ընկերասեր էր։ Իր համար ինձ թվում է հայրենիքը իր անկերներից է սկսվել, որովհետև այդ շատ ճակատագրական պահին, որ ինքը ունեցել է ընտրություն նստել նորմալ մեքենայի մեջ եւ տեղ հասնել, ինքը ընտրել է փչացած մեքենա, որ իմացել եմ, որ փչացած է, բայց գնացել է իր վիրավոր ընկերների հետ, որպեսզի օգնի, օգտակար լինի։ Ինձ թվում է հենց այս դրվագից այդ կարճ կյանքի այդ դրվագից ես կարող էի հասկանալ Դավիթը հետո ինչ տեսակ ավելի հասուն, ավելի պատասխանատվությամբ եւ հայրենիքի զգացողությամբ մարդ կարող էր դառնալ։ Այսինքն միայն այդ դրվագից։ Դրա համար են որ ասում եմ, պաթոսը մեր ընտանիքում չի եղել, բայց ինքը իմացել է, որ հայրենիքը ամենակարևոր սերերից մեկն է, որովհետև մարդը առանց սերերի չի կարող ապրել։ Ես իրան միշտ ասում էի Դավ ջան, եթե ուզում ես հարուստ լինես, պետք է մի քանի կարևոր սեր ունենաս։ Այդ Աստվածը հայրենիքն է եւ այն մարդիկ են, որ քեզ շրջապատում են։ Գոնե դու ընտրում ես, իրանց սիրում ես ու դու արդեն հարուստ ես։ Այդ առումով ինձ թվում է ինքը ունեցել է այդ սերերը, ինչքան էլ որ այդ մասին ինքը այդպես շատ բարձրաձայն չի խոսել։ Բայց գործով ապացուցել է, որ ունի այդ արժանապատվությունը։ Ունի նաև այդ հողի գիտակցությունը եւ իր հրամանատարներից ես ավելի շատ բան եմ լսել հրամանատարից այդ հայրենիքի զգացողության մասին, քան ասենք ես տանը կարող էի իմանալ 18 տարեկան իմ տղայից։ Իր հրամանատարը անձամբ արիության մեդալը բերել, ինձ հանձնել այդ շատ ծանր ժամանակներում, երբ որ ինքն էլ բազմաթիվ վիրավորումներ ուներ, բազմաթիվ խնդիրների միջով անցել էր, բայց Արցախից եկել էր որպեսզի արիության մեդալը ինձ տա եւ պատմի անձամբ, թե Դավիթը ոնց է կռվել։ Ինքը ասում է, որ Դավիթը իմ հետ հավասար կռվել է։ Ասում էր, ես այնտեղ 19 տարեկան տղա չեմ տեսել, ես տեսել եմ 40 տարեկան հասուն տղամարդ, որը պատասխանատվությամբ կռվել է։